ընկավ ոչին, նորից եմ կգնում, լցվեց խրամատներ ամենացավալին եւ կռվող ուժերի մեջ քուճապ մտավ, կռվող ուժերի մեջ հակասություն մտավ եւ եղան դեպքեր, երբ կռվող ուժերից շատերը ուղղակի լքեցին խրամատները վերադարձան պատճառաբանելով, որ եթե Արցախի խնդիրը արդեն լուծված է, արդեն Արցախը վաճառված է, մենք այստեղ անելու ոչինչ չունենք, ինչու ենք իզուր տեղը զոհվում։ Նորից եմ կգնում, երբ իրականում ոչ մի այդպիսի բան չկար։ Մենք մեր հիմնական ճշտամուն թողած իրար մեջ ճշտամիներ փնտրեցինք, բոլորս բոլորին դավաճան հանեցինք եւ սպանեցինք այդ կերպ պաշտպանության ոչին, սպանեցինք այդ կերպ մարտական ոչին։ Ինչ էր անում այդ ընթացքում մամուլը եւ հերոստատեսությունը։ Ավելի ամբարտավան, ավելի դավաճանական մամուլ Հայաստանի կուսակցական մամուլն է, ես չեմ պատկերացնում։ Եվ ես չեմ հասկանում, թող ինձ ներվի, այն հանդուրժողականությունը, որ գոյություն ունի մամուլի նկատմամբ։ Պատերազմող երկրում վերածել դեմոկրատիան ամենաթողության, վերածել նրան, որ ռազմական օպերացիաների գծագրվեն թերթերում, ես դա չեմ կարողանում հասկանալ։ Եվ երբ Գերագույն խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, հաջորդ նստաշրջանի ժամանակ Պաշտպանության նախարարությունը հարց բարձրացրեց մամուլում գոնե ռազմական թեմաների նկատմամբ գրաչ քննություն մտցնելու մասին, այդ հարցը դարձյալ չքննարկվեց, իսկ դարձյալ որոշում չստացավ։ Իսկ մեր մամուլը բավական է, որպեսզի ճշնամիի մասին հրաշալի պատկերացում ունենա։ Արծվաշենի դեպքերից ընդամենը 1 ամիս առաջ, արդեն 1 ամիս առաջ, կուսակցական մամուլը գրում էր. հաջորդը Արծվաշենն է, որքան կդիմանա Արծվաշենը։ Եվ Արծվաշենի ժողովրդից արդեն չեմ մեղադրում։ Եթե թերթերը մեծատառերով, խոշոր տպագիր տարերով գրում են, թե հաջորդը Արծվաշեն է, որքան է Արծվաշենը դիմանալու, եւ այդ մասին կարդում է ճշտամին, էստի համեցեքի պատմությունն է։ Եվ այս հանգամանքներուն թույլ տալ, որպեսզի թերթերը նման գոյություն ունենան, եթե թերթերը կարողանան նման ռոպագանդա տանել, ես դա համարում եմ ուղղակի դավաճանություն, եւ չեմ հասկանում այս ամենաթողությունը։ Չեմ հասկանում նաեւ, որ Շահումյանի Մարդակերտի անհաջողություններից հետո մինչև այսօր չկա դասալակության մասին օրենքը։